Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 20։ Ես եմ ձեզ մխիթարողը, դու ով ես, որ սարսափում ես մահկանացու մարդու որդուց, որը նման է խոտի, դու մոռանում ես Տիրոջը քո արարչին, որ տարածեց երկինքը ու հաստատեց երկրի հիմքերը, դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու, բայց ուր է բռնավորի զայրույթը։ Եսայի 51:12-13 խոսքեր։ Թող խոսքն ինքնին համարվի այսօրվա բաժինը, անհրաժեշտ չէ մանրամասնել այն։ Դուք, ովքեր դողում եք, կարդացեք այս խոսքը, հավատքով ընդունեք այն, սնվեք նրանով և աղերսեք դրա համար Տիրոջ առջև։ Նա, ումից դուք վախենում եք, վերջին հաշվով միայն մարդ է, մինչդեռ նա, ով խոստանում է մխիթարել ձեզ, Աստված է, ձեր արարիչը և երկնքի ու երկրի արարիչը։ Անսահման մխիթարությունը գերազանցում է շատ սահմանափակ վտանգը։ Որտե՞ղ է բռնավորի զայրույթը։ Այն Տիրոջ ձեռքում է։ Դա միայն մեռնող արարածի բարկություն է, բարկություն, որը կդադարի, երբ քթանցքներից շունչը դուրս գա։ Ուրեմն ինչու պետք է վախենանք նրանից, ով նույնքան թույլ է, որքան մենք։ Մի անարգեք մեր Աստծուն թույլ մարդուն Աստված դարձնելով։ Մենք կարող ենք մարդուն կուռք դարձնել նրան չափազանց մեծ վախ ցուցաբերելով և չափազանց ավելի սեր նվիրելով։ Եկեք մարդկանց վերաբերվենք որպես մարդկանց, իսկ Աստծուն որպես Աստված, և այդպես հանգիստ կշարունակենք մեր պաշտոնի ճանապարհը, վախենալով միայն Տիրոջից և ուրիշ ոչ մեկից։